Արցախի ներկայացուցչության դիմաց մի խումբ արցախցիներ ակցիային կազմակերպել։ Հավաքվածները ցանկանում էին հանդիպել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Նրանից պահանջում էին վերադարձնել իրենց խոսքով Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 միլիոն դոլարը։ Մենք ամբողջ թալանը բնականաբար չենք կարող իմանանք, որովհետև մենք լիազորված չենք։ Բայց մենք գիտենք, այդ թալանի ահռելի մի մասի փաստաթղթերով գիտենք դրա մասին, որ ներկայացված է դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կա հարուցված, օդից կախված, որոշ դրվագները դեռ քննության մեջ է։ Ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում սկսեցին գոռգոռալ, տրվող հարցերը որակելով կեղծ, ուսադրող։ Սամվել Շահրամանյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանելու ակցիայի մասնակիցների հարցերին։ Հասարակական կարգի պահպանման համար ոստիկաններն առաջարկեցին 10 հոգանոց խումբ ձևավորել ու հարց ու պատասխանը կազմակերպել։ Ցուցարարներից Արթուր Օսիպովի եւ Նահապետ Իսկանդարյանի գլխավորությամբ որոշվեց 10 հոգանոց խմբի կազմը, նրանք մտան ներկայացուցչության բակ։ Մինչ Շահրամանյանի դուրս գալը խմբի մասնակիցները դուրս եկան ու հայտարարեցին, նախագահը չի ցանկանում հանդիպել։ Մենք էլ ենք ուզում, որ հարցերը նպատակային լինի։ Ոչ մեկ դուրս եկենք նրա համար, որովհետև ժողովուրդը պահանջեց, որ 10 հոգին ներս չունեն մնացածը դուրսը։ Ես իմ հարցս այստեղից կողեմ։ Հայտարարությունից րոպեներ անց Շահրամանյանը ներկայացուցչության բակում էր։ Եթե ձեր ակցիան իրոք իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մի րոպե Նահապետ, հանգիստ։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետքա վերադարձվի մեր ժողովրդին։ Նախագահ Շահրամանյանին հարցրին, ինչու չի բարելավում, այլ հակառակը վատթարանում է արցախցիների սոցիալական վիճակը։ Ի պատասխան նախագահը նշեց, սոցիալական ծրագրերը իրականացնում է Հայաստանի կառավարությունը։ Դրանց միջամտելու իրավունք տրված չէ արցախցիներին։ Չկա Հայաստանի Հանրապետությունում երկրորդ կառավարություն, կա մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Մենք երբևիցե մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք։ Հարց ու պատասխանից հետո նախագահը ճեպազրույց ունեցավ։ Նրա խոսքով ակցիայի մասնակիցները Սամվել Բաբայանից ուղղորդված չեն ակցիա կազմակերպել, մինչդեռ լուրեր այդ մասին օրերը շրջանառվում են։ Շահրամանյանը խոսել է արցախցիների դեմ ատելության խոսքի տարածման, նախագահի ինստիտուտի պահպանման անհրաժեշտության եւ հիմնադրամի գումարը կամ այլ կերպ ասած թալանը վերադարձնելու հարցում գործակցելու պատրաստակամության մասին։ Անիա Վաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։